Բարև բոլորին, այսօր ուզում այս խանութը մտնեմ, կոչվում է Pepco, եթե չեմ սխալվում լեհական է, երեխաների համար կա հագուստ, մեծերի համար կա հագուստ, շատ էկոնոմիկ գներով, շատ, բայց չեմ կարող ասեմ, որ շատ վատ որակի է, երեխաների համար լավ է, մեծերի համար չգիտեմ չեմ փորձել, բայց երեխաների համար վատ չի։ Տարբեր բաներ կան նորածինների համար, ինչ-որ բաներ կան, նույնիսկ խաղալիքներ, տարբեր իրեր։ Ես այստեղ շատ եմ սիրում այս տան բաժինը։ Նայեք ինչ սիրուն է այս կոլեկցիան։ Այս բաժակը դուրս եկավ։ Ու շատ էժան է իսկապես։ €5 Եթե լինեք Իտալիայում, եթե հանդիպեք այս խանութը, մտեք։ Բավականին լավ բաներ կարող եք գտնել։ Վերցրեցի աղջիկներից թոխաղան, արժի €2.50։ Արդեն բոլորը պատրաստում են ծովի, ամեն ինչը ծովի համար է այստեղ։ Այստեղ այգու համար է ամեն ինչ, այգու մշակելու։ Նայեք ինչ սիրուն է, մեջը թերթիկներ են։ Ինչ արժեր, €5։ Երեխաների ավազի հետ խաղալու բաներ է, որ ծովում խաղան։ Դուրս եկա, վերցրեցի մենակ այդ խաղը իրանց համար, բայց լավ բաներ ունեն այս խանութում։ Շատ հարմար գներով խանութ է, որակը չեմ կարող ասեմ վատն է, ոչ կարող եմ ասեմ շատ լավն է, բայց իր գնին շատ համապատասխանում է։ Ես շատ եմ սիրում սեզոնային սպասք, սիրում եմ նոր տարվա մոտիվներով, ամառը ամառվա, զատիկինը զատիկի, շատ եմ սիրում այդպիսի փոփոխություններ անել տանը։ Եվ դրա համար շատ հարմար է, որ ինքը թանկ չի, եւ իրանք միշտ ունեն մենտեն սեզոնային սպասք, եւ ամեն ինչ բացի սպասքից։ Կարողանում ես փոխել, տրամադրությունը դել փոխել, առանց շատ մեծ գումարներ ծախսելու, բայց ինչու ոչ, ինձ դուր է գալիս։ Հիմա գնում եմ, որպեսզի անեմ իմ տարեկան համընդհանուր հայտարարագիրը։ Այստեղ բոլոր աշխատող մարդիկ պարտավոր են ներկայացնել հայտարարագիր, ամեն ինչ որ արել են, իրենց եկամուտները, ծախսերը, ամեն ինչ որ ունենք, պետք է անպայման դա տարին մեկ անգամ լրացնել։ Կան ծառը կարող եք ինքնուրույն անել, ես չեմ կարող ինքնուրույն անել, բայց եթե չեմ սխալվում, կան տարբերակներ, որ կարող ես ինքնուրույն օնլայն անել, բայց եւ կան բազմաթիվ ծառայություններ, վճարովի, անվճար, տարատեսակ։ Եթե ուզենաք անվճար, ուղղակի մի քիչ ավելի երկար եք սպասում, որ անեք, կա վճարովի, որ երբ որ ուզենաք ձեզ համար դա կանեն։ Ես հիմա գնում եմ վճարովին, որտեղ արդեն ուշացել եմ։ Արժի €20 այդ գործողությունը,
Իմ փոխարեն իրանք կանեն, ինձ ընդհանրապես մնում է ներկայացնել իմ թղթերը։ Եվ վերջ։ Եվ դրանից էլ կվերջանա, որպեսզի պարտ չմնանք պետությանը հանկարծ։ Ժողովուրդ, մի կերպ վերջացրեցի դուրս եկա։ Ես հաստատ սա մենակ չէի կարողանա անել։ Ինչ որ բազմաթիվ բաներ էր լրացնում ծրագրի մեջ, ինչ որ, թե դու ինչ եկամուտ ես ստացել, ինչ աշխատավարձ տարեկան, բացի դա դու ներկայացնում ես ամեն ինչ վճարումներ ես արել, այսինքն քո բոլոր բժշկական ծախսերը, բոլոր դեղատներից գնված դեղերի ծախսերը, բոլոր, եթե օրինակ մանկապարտեզի համար ենք վճարել մանկապարտեզի ծախսերը, ամեն ինչ, օրինակ կահույք ես առ IKEA-ից, եթե վճարել ես քարտով եւ ունես շոտ ֆակտուրա, չգիտեմ հայերեն ոնց կլինի, դա, այսինքն այդ ամեն ինչը դու պետքա պահած ունենայիր գայիր, որպեսզի փաստորեն դու ինչ որ չափով գումար ստանայիր հետ այդ ծախսերից։ Քանի որ ես այդքան էլ տեղեկացված չէի, ու լավ չէր դա, որտեվ ես ընդամենը ապտեկաներից, դեղատներից, բժշկական ծախսերից պահել է 2-3 հատ կտրոն, մնացածը չգիտեմ ինչ եմ արել, երբ ուղղակի դեն եմ նետել ու չեմ հասկացել, մի քանի մուծումներ, որ արել եմ չէի բերել, որտեղ չգիտեի, որ պետքա բերեի, բարեբախտաբար մի քանի կահույք, որ գնել էինք IKEA-ից, դրա այդ չեկերը իմ մոտ կար, հաստացի, դա, ու ինքը ոնց որ այդ ամեն ինչը գումարում է իրար, դա հանում է քեզնից ծախս, ինչ որ, եւ ասեց, որ փաստացի պետությունը ինձ տալու է 530 եվրո վերադարձ։ Վերադարձում են քո քարտին այդ գումարը, որը որ դու փաստորեն ծախսել ես տենց անհրաժեշտ բաների վրա։ Ես ավելի ուշադիր կլինեմ մյուս տարի եւ ձեզ էլ բոլորիդ խորհուրդ եմ տալի, եթե ստեղ եք ապրում, իմացեք ավելի մանրամասն այդ օրենքները, ես օրինակ չգիտեի, որպեսզի իմ նման չտուժվեք։ Փաստորեն ես կարող եմ ավել գումար վերցնել հետ, բայց քանի որ ես չգիտեի դրա մասին, ես չվերցրեցի, բայց ոչինչ, փորձ էր, գոնե փորձ էր, որ իմացա այս ամեն ինչը, թե չէ չէի իմանա, ասեցին մի քանի ամսվա ընթացքում այդ գումարը ձեզ կփոխանցեմ, փաստորեն այդպիսի բաներ կան, այդ էլ իմ վերջին նորությունները, այս ստրեսից հետո ես գնում եմ սուրճ խմեմ, բարեբախտաբար այստեղ մոտիկ կա սրճարան, իմ սիրելիներից մեկը, կգնամ այդտեղ, այստեղ իմ ինչայլոց դպրոց է, արտասահմանցիների համար, արտասահմանցի այսինքն էմիգրանտ ավելի շուտ, որտեղ անվճար կարող եք գաք ոնց որ դպրոց սովորեք, ավարտեք դպրոց եւ ստանաք այդ դպրոցի կրթության դիպլոմ, որով հետո կարող եք ընդունվել ինստիտուտ, կամ ուղղակի գալի տալ են լեզվի կուրսերի, հանձնել քննություն, որպեսզի ստանաք permesso di soggiorno, այսինքն կացության իրավունք, կամ եթե դուք օրինակի համար պատրաստում եք դիմել քաղաքացիության համար ձեզ պետք է B1 մակարդակի քննություն հանձնել, էլի այս դպրոցում կարելի է այդ ամեն ինչը սովորել անվճար, այստեղ էլ հենց հանձնել քննությունը, ստանալ ձեր սերտիֆիկատը եւ այդպիսով մասնակցել տարբեր ինչին որ դուք ուզում եք, շարունակեք ուսումը կամ ընդհանրապես փաստաթղթեր ստանաք։ Պատվիրեցի կապուչինո եւ մի քաղցրավենիք շոկոլադով, վճարեցի 2 եվրո 90 ցենտ։ Մի քիչ գոնե հանգստանամ, ուշքի գամ, որ կարողանամ շարունակեմ մյուս գործերս։ Ձեզ լավ օր եմ մաղթում բոլորիդ։